1935 թվականին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի հիման վրա Համոն Բեկնազարյանի նկարահանած «Համանուն» ֆիլմով սկսվեց հայ հնչյունային կինոյի պատմությունը։ Հայ կինոյում մշտապես ուրույն տեղ ունեին երգերը, որոնցից շատերը հատուկ գրվում էին տվյալ ֆիլմի համար։ Եթերում երգերկոցն է հայ կինոյի սիրված երգերով։ 1972 թվականին Հենրիկ Մալյանի նկարահանած «Հայրիկ» ֆիլմում Հայրիկ Մուրադյանը կատարեց մի գեղեցիկ տոհմիկ երգ, որն արդեն մեր օրերում դարձավ Հայաստանի զինված ուժերի օգնոցը։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, ես մի բուրն եմ քողի, ես մի թերթն եմ քո ծաղկի, ես մի ծիլն եմ քո արդի։ Խոսք Աղասի Այվազյանի, երաժշտությունը Ռոբերտ Ամիրխանյանի։ Երազիմ երկիր հայրենի։ Երգը երգում են երգիչները։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, քարքարոտ երկիր, ես մի բուրն եմ քողի, ես մի ծիլն եմ քո արդի, ես մի թերթն եմ քո ծաղկի, հայրենի երկիր, ես մի բուրն եմ քողի, ես մի ծիլն եմ քո արդի, ես մի թերթն եմ քո ծաղկի, հայրենի երկիր, Հայաստան։ Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, արծվաբուն երկիր, Երազիմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ, արծվաբուն երկիր, Իմ բաբերն են քեզ շահել, իմ եղբայրքն են քեզ պահել, քոնն են որդին ջահել, հայրենի երկիր, իմ բաբերն
թվականին իր գրած նամակներից մեկում Արամ Խաչատրյանը վկայում է, որ Պեպո ֆիլմի համար իր գրած երգի խոսքերի հեղինակը Եղիշե Չարենցն է, բայց միաժամանակ նշում այն իրողությունը, որ 1-2 տող փոխել է Կակուլիի դերակատար Դավիթ Մալյանը, որը լինելով Թիֆլիսցի, Բեկնազարյանի խնդրանքով այդ քաղաքի համն ու հոտն է փորձել շեշտել երգի խոսքերում։ Ձկնորսի երգը Պեպո ֆիլմից երգում է Էրիկ Կարապետյանը։ Տամբաձերքիս աշխատում հալալ աշխատանքի մուտում վայեն մարդին որ աշխարհում խալխի դատած հացն է ուտում վայեն մարդին որ աշխարհում խալխի դատած հացն է ուտում Մարդու սիրտը ուրախ ճակատամիշտ բաց է ալում վայեն մարդին որ հանգշլում համելանկուշտ լաց է ալում վայեն մարդին որ հանգշլում համելանկուշտ լացելու Տամբաձերքիս ջուրն եմ մտում ձեր սուոտս թաց է ալում տանը նստած արացած է քիրս ու դևից լաց է լինում տանը նստած արացած է քիրս ու դևից La
Ալը ձերքիս աշխատում իմ Ալալ աշխատակ սիբուտում Պայեն մարդիմ որ աշխարում Խախի դատած հացն է ուտում Պայեն մարդիմ որ աշխարում Խախի դատած հացն է Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան Վիգեն Ստեփանյան, խնդրեմ։ Նախ իմ շնորհակալությունը կազմակերպիչներին, որ այս անգամ ընտրեցին այս թեման, քանի որ այնուամենայնիվ հայ ֆիլմը այն դուք այդպես ասել, մշակութային օջախ էր, որը մեզ դաստիարակեց եւ այդ ֆիլմերը նայելով մենք մեծացանք, դարձանք այն, ինչ դարձանք։ Դժվարանում եմ ասել հիմա ինչի վրա են մեծանում մեր սերունդները, այլ ճիշտ գիտեմ, բայց չեմ ասում, պետք չէ ասել նորից կրկնելով իմ շնորհակալական խոսքերը, ուզում եմ այնուամենայնիվ հիշել հայ կինոյի այն ճանապարհը, որը անպայման անբաժան էր լավ երգերից։ Թեկուզ եթե ակա հիշենք առաջին սիրո երգ այդ երկերը դարձան դասական։ Եվ շատ ուրիշ, շնորհակալություն ձեզ կրկին եւ տա Աստված այդ երկերը ինչ որ բան արթնացնեն հայ հանդիսատեսի մոտ։ Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյան։ Վիգենի ասացի հետ լիովին համաձայն եմ իհարկե։ Հետո գիտեք ինչ է, մեր այդ ֆիլմերի երաժշտության մեծությունը հետևյալ, վերջապես երբ գրվում է երգ ֆիլմի համար, դա չպիտի լինի առանձին կտոր։ Դա պիտի լինի ֆիլմի մեջ, դա պիտի մտնի ֆիլմի մեջ, ֆիլմի սյուժետի մասին իմիջիայլոց շատ լավ կատարում էր, պետք է ասեմ, որ ես նայում էի, տեսնում էի, հիշում էի ֆիլմը, հիշում էի պերսոնաժին եւ այլն, եւ իսկապես Վիգենի հետ համաձայն եմ, որքան պիտի ուզենայի, չեմ ասում այսքան, բայց գոնե 50%-ով այսպեսի երգեր այսօր էլ ստեղծվեն։ Շնորհակալություն։ Հայ տաղանդավոր կինոբեմադրիչ Էդմոն Քյոսայանը 1973-ին նկարահանում է մի կատակերգություն, որի սցենարը կարդալով այն տարիների Մոսկվայի կինոկառավարիչները ֆիլմի համար առնվազն կանխատեսում էին ձախ հողում։ Բայց թե ինչ ստացվեց իրականում, լավագույնս վկայում է հանդիսատեսի սերն ու հիացմունքը այս կինոնկարի նկատմամբ։ Ֆիլմում հնչում է մի երգ, որը կարծես ֆիլմի այցեքարտը լինի։ Խորամանկորեն քաղքենի ատամնաբուժի տուն են սողոսկում աղքատ ազգականների դեր խաղացող տաքսիստները։ Վրթացնելով եւ շաքար կծելով թե խմում, իսկ հետո ձայնակցում այս երգին, հատկապես շեշտելով այն հատվածը, թե ինչ է լինում Յարիդոշի հետ, երբ զանում է քամին։ Քամին զանա, իմ յարը կապուտա չէ, քամին զանա, ջերմակ դոշետ բանա, ինչ անեմ, որ կանաչեմ, Քամին զանա, զոր գիշեր յարկը կանչեմ, քամին զանա, ջերմակ դոշը բանա։ Աղջի մազերը թուխ է, Աշուղ է եկել մեր մայրեն, անցար աչքերը թուխ է, Արմյարի սև թամյայրեն, կանանչել են արտերը, Աշուղ է եկել մեր մայրեն, թազացել են դարդերս, Արմյարի սև թամյայրեն, Բուտալ, ստարան ամման, որ
Սինս կաղի աման բութալս տարան Սերնից վարեց եմ տղի աման Ոտին ջիգյարս տարան Աչի մազերը թուխ է աման բութալս տարան Աղջի սրտերի ոսկան աման Արնեմ տարնաշը խոսկան Քամին Զանա ամենաէրոտիկ ժողովրդական երգերից մեկը կատարում է Մխիթար Ավետիսյանը։ Քերի, մայրիկը քեզ այսպես էլ նկարագրում էր, քերակին, միասին երգենք, միասին, քերի, աղջի մազերը թուխ է, աշուղ է եկել մեր մայլեր, անսեր աչերը թուխ է, արնեմ յարի սեր թամյայլեր, կանաչել են արտերը, աշուղ է եկել մեր մայլեր, թազացել են տարդերս, արնեմ յարի սեր թամյայլեր, Զարգնացի սինց կաղի աման բութալս տարան Բաղջի մազերը թուխ է աման Արնեմ տարնաս չը ռոսկան Բութալս տարան աման Արնեմ տարնաս չը ռոսկան Միասին Արտը լիքը կակաչե Քամին զանա, զանա Իմ յարը կապուտա չէ Քամին զանա, ջերմակ դոշը բանա Քամին զանա, զանա Քամին զանա, ջերմակ դոշը բանա Քամին զանա, զանա Քամին զանա, ջերմակ դոշը բանա Չանեմ, որ կանաչ է, քամին զանա, զանա Զոր գիշեր յարկը կանչ է, քամին զանա, ջերմակ դոշը բանա Քամին զանա, զանա Քամին զանա, ջերմակ դոշը բանա Քամին զանա, զանա Քամին զանա, ջերմակ դոշը բանա Վաստակավոր դերասանուհի Ջուլիետա Ստեփանյան, համեցեք։ Խորենջան, քանի որ ես առաջին անգամն եմ երկոցի հյուրը, ուրեմն շնորհավորում եմ ձեզ ձեր հաղորդման համար եւ շնորհակալություն այսօրվա հյուր լինելուս համար։ Այս երկերի օրը, որ դուք հրավիրել եք մեզ, ես դրա համար շատ շնորհակալ եմ, որտեղ այդ նոստալգիան մեզ բոլորիս, մեր տարեկիցներին, չէ, դու մեր տարեկիցը չես։ Շատ ինչ որ, հա, կարոտում ենք ահա որ այս երկերին, որովհետև այս երկերի ներքո ենք դաստիարակվել ու մեծացել եւ շատ հաճելի է որ այսօր երիտասարդությունն է երգում եւ ցանկալի է որ եւ հասանելի է բոլորիս։
Շնորհակալություն, շատ հրաշալի կատարում էր, առանձնահատուկ Մխիթարին ես որպես դերասան շատ սիրում եմ, իսկ որպես երգիչ դուք երևի լավ չեք տեսել նրա դերերը, եւ որպես երգիչ էլ բավականին լավ երգում է, բրավո, շնորհակալություն։ Վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյան։ Շնորհակալություն, իսկապես որ հաղորդումը շատ պահանջված է, շատ անհրաժեշտ է, շատ դաստիարակչական է եւ հրաշալի է։ Շնորհակալություն, որ կա նման հաղորդում երգ-երգոցը եւ շատ գեղեցիկ անվանում է երգ-երգոց Աստվածաշնչից եկող։ Սիրելի բարեկամներ, այս երգը կրկին անգամ ապացուցում է, որ իսկական ժողովրդական երգը դա անգին գոհար է, մշակված, անմահ է փաստորեն։ Տեսեք ինչքան երգեր թիթեռնիկի կյանք են ունենում ժամանակի ընթացքում, երգվում են, փրփուրները կարծես վերանում են եւ մարգարիտը մնում է հատակում։ Սա էլ մի ժողովրդական հրաշալի գոհար է, որը տասնամյակների արդեն կարելի ասել փորձություն է անցել եւ հիշեցնում է մեզ։ Ես նույնպես միանում եմ Ջուլիետայի կարծիքին, որ Մխիթարին գիտեինք որպես հրաշալի երիտասարդ սերնդի դերասան եւ համազգային թատրոնում եւ կամերային թատրոնի բեմում տեսել ենք նրա կատարումները, բայց որ նա կարող է այսպես հրաշալի ամբռնազբոս եւ որ կարեւորն է ձայնով երգեր, գիտեք, կենթանի հնչողությամբ է ձեր հաղորդման լավագույն գծերից մեկն էլ այն է, որ կենթանի հնչողությամբ երգում են երգիչները եւ կենթանի նվագակցում են նրանց հոյակապ երաժիշտները։ Շնորհակալություն, շնորհակալություն բոլորին։ 20-րդ դարում ձևավորվեց մի երաժշտական ժանր, որի ունկնդիրն անկախ տարիքից եւ կրթությունից կարող էր ժամերով հիանալ, ասենք, որևէ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Այդ ժանրը երաժշտությունն է կինոյում։ Ընդ որում, կինոերաժշտության ժանրում ստեղծագործող կոմպոզիտորներն ի տարբերություն իրենց մյուս գործընկերների բավականին լավ են վարձատրվում էին։ Լավ ֆիլմերում ընտրվում էին լավագույն նվագախմբերը, լավագույն կոմպոզիտորներին եւ երգահաններին էին հանձնարարվում, բացի երաժշտությունից գրել նաեւ հատուկ երգեր։ Եվ այնուամենայնիվ, ինչպես ասում են, կինոն դիտելու եւ ոչ թե լսելու համար է։ Ի վերջո, գլխավորն արվեստի այս տեսակում պատկերն է, նաեւ խոսքը, հետո միայն երաժշտությունը, որն օժանդակ դեր է կատարում։ Բայց պետք է նշել, որ բազմաթիվ հաջողված մելոդիներ կամ երգեր շատ դեպքերում ուղղակիորեն պայմանավորում էին տվյալ ֆիլմի հաջողությունը, դառնալով նույնիսկ ֆիլմի խորհրդանիշը։ Իսկ պարբերաբար հնչող երաժշտության թեման ավելի է հարստացնում եւ ավելի բազմազան դարձնում երգի ասելիքը։ Բայց եւ այնպես շատ քիչ կոմպոզիտորներ էին ամբողջովին նվիրվում կինոերաժշտությանը, որպես առանձին յուրահատուկ մասնագիտության։ Այս առումով 70-ականներից հիշատակելի են Միքայել Թարիվերդիևը, Գեորգի Մովսիսյանը, որը վերջերս կնքեց մահկանացուն, իսկ Տիգրան Մանսուրյանն օրինակ, որի բարձրակարգ ստեղծագործությունը լայն հասարակությանը ավելի շատ հայտնի դարձավ նրա փայլուն կինոերաժշտությամբ, այդպես էլ մնաց որպես դասական երաժշտության ժանրում արարող մեծ արվեստ կոմպոզիտոր, կինոյի համար գրվող մեղեդին գնահատելով որպես հարակից, ավելի պակաս արժեքավոր զբաղմունք։ Կային կինոբեմադրիչներ, ովքեր նախընտրում էին հայտնի երգերը կամ հայտնի բանաստեղծությունների տեքստերով հատուկ գրված երգերը։ Այդպիսի արվեստագետներից էր օրինակ Էլդար Ռյազանովը, իսկ մեզանում հայ կինոյում շատ հետաքրքիր էր Ֆրունզե Դովլաթյանի մոտեցումը։ Երևանյան օրերի քրոնիկայում նա ամենից ճշգրիտն ու հուզականը համարեց սիրված քաղաքային երգը։ Առհասարակ կինոյում հնչած հաջողված երգերն ավելի երկար ապրելու հեռանկար ունեն, որովհետև ամեն անգամ վերստին կյանք են առնում տվյալ ֆիլմի էկրանային եւ մանավանդ հեռուստատեսային ցուցադրման հետ։ Այս երգի պատմությունը խիստ համառոտելով այն կարելի է պատմել այսպես. Վերջալույսը երգեց արշալույսը։ Խոսքը հայ բեմի եւ էկրանի տաղանդավոր դերասանուհի Վերջալույս Միրիջանյանի մասին է, որը մի ֆիլմում բացառիկ հուզականությամբ խաղաց որդիներին կորցրած մոր դերը, նաեւ երգելով այս երգը։ Արշալույսեր նոր էր բացվել,
ախ ձին կրտնած ներս մտա, այ սիրունձի դու ինձ ասա, որտեղ թողիր իմ բալին, որ սարի տակ, որ ձորի մեջ, անմեր թողիր իմ բալին, սիրուն կուրծքին վերքը ստացավ, ամպուզամբեր ձյուն գուքար, արևաչելն էլ չբացավ, երկինքուլար քարկուլար, արշալույսեր նոր էր բացվել։ Արշալույս երգը Ալբերտ Մկրտչյանի 1982 թվականին նկարահանած Հին օրերի երգը ֆիլմից։ Երգում է Գոհար Հովհաննիսյանը։
Նվագակցեց Վահան Զաքարյանը, բլուր։ Վաստակավոր դերասանուհի Լուսինե Կիրակոսյան։ Միշտ այդ ձևի է, տխուր երկից հետո են ինձ խոսք տալիս։ Գուցե կրկնվեմ, որտեվ շատ մարդիկ խոսեցին, բայց ես չեմ կարող չողջունել այս հաղորդաշարը, որին անհամբերությամբ ոչ միայն Հայաստանում, ամբողջ Սփյուռքում են սպասում, նույնիսկ կրկնությունն են նայում, եւ հոյակապ անսխալ երաժիշտներ եւ շատ սիրելի հաղորդավար, ծափահարությունները նրանց։ Երբ երգիչը զգում է երգը, դա հաղորդվում է հանդիսականին, իսկ դա ամենակարևորն է, մինչ հիմա լսածս այդպես էլ կատարվեց, շնորհակալություն բոլորին, ամենալավ։ Սիրված դերասան Սամվել Սարգսյան։ Ես մի քիչ հուզվեցի, ինձ թվում էր, ես մի քիչ մեծացել եմ, ամենցատից բանից սիրտս լսվում է, հետո պարզվեց չէ, տենց չի։ Ամեն ինչ այնքան լավ է կատարվում բանի վրա, տղեկ աղջիկը ոչ մեկին չեմ կարող առանձնացնել, բոլորը շատ լավ երգում են, այդ ջիգարը, ունես բաներ են երգում, որ ես չգիտեի, որ այդպես բաներ էլ հիշում են։ Միշտ լավ է, որ չեմ ուզում ոչ մի այսօրվա երկեր շնարողներին կամ որ ռոպեր մեկ ինչ-որ բան ստեղծում, ինչ-որ բան են գրում, երգում են, հետո ռոլիկ են հանում, չուզենալով ոչ մեկին նսեմացնել, բայց ինչ լավ է, որ այն ժամանակ այսքան իսկականից լավ երգեր է եղել, որ մնացել է, ու շնորհակալություն ես հաղորդում կազմակերպողին, որ այս ամեն ինչը մնացել է, ու երեխեքը թող լսեն, սովորեն, ինձ թվում է բոլորին դուր է գալի։ Թե չէ։ Սրեմ սպասիվ է, բոլորին շնորհակալություն, ունե ցանկություն կա, հաուզում ես գաս ընդը մի բան լի երկես, որտեղ այնքան հարազատու մոտ է, որ մի բան ես ասեմ, լավ, որ խոսամ, երկար խոսամ, ու շնորհակալություն երաժիշտներին, մնացի ռիբետ շատ լավ նվագում եք, ապրեք տղեկ ջան, մանավանդ այս վերջը այս աղջկան ես չեմ ճանաչում, չգիտեմ ինչ եմ ստացվել իմ կողքը, անդադ ինչ-որ ինձ պաչում է, տեղի անտեղի։ Այս հեռուստատեսային երաժշտական ֆիլմը այնքան սիրվեց հեռուստադիտողի կողմից, որ հաջողությունը գերազանցեց բոլոր սպասումները։ 1965 թվական, Շիրակի մեղեդիներ, ռեժիսոր Վիլեն Զաքարյան։ Այս ֆիլմում քավորի դերում հանդես եկող երգիչ Ալբերտ Սարգսյանը կատարել է Աշուղ Շերամի Պարտեզում վարդեր բացված երգը, որը հիմա կհնչեցնի Արտավազդ Մերկոնյանը։
Եղանակի ալիքները գնում են խայտանով Սիրահարի աչքերից արտասում Վիգեն Ստեփանյան, խնդրեմ։ Այդ ֆիլմը այդքան սիրվեց ժողովրդի կողմից։ Ինչի՞, որտեղ այդ երգերը մերն էին, մեր հայերենով էին, մեզ հարազատ էին, երգեր, որ տալիս էին մեզ առիթ ու հնարավորություն, բարձրանալու, որ մեր ժողովուրդը իսկապես կարող է ստեղծել գոհարներ։ Չեմ ուզում փնփնթող ծերուն ու տպավորություն թողնել, բայց նոստալգիան մի զգացում է, որը չես կարող խեղդել եւ պետք չէ խեղդել։ Երանի այդ գոհարները չպակասեն եւ ել ավելի երանի, որ մենք իսկապես կարողանանք այն պահել ու գնահատել։ Ուրիշը չենք ունենալու։ Մերը սա է։ Այստեղ։ Նարեկ Դուրյան։ Նոստալգիա ունենալու համար պարտադիր չի ծերուկ լինել։ Երկրորդը գիտեք ինչ է, հա, մեր մասին է խոսքը Վիգեն ջան։ Երկրորդը գիտեք ինչ է, ես հիմա արդեն որ երրորդ համարն եմ լսում, շատ տարօրինակ տպավորություն ունեմ, չեմ ուզում այստեղից դուրս գամ, գնամ անգնեմ են գիշ աշխարհը, որ դուրսում ինձ սպասում է, եւ դա շնորհիվ էս երաժշտության է, եւ սա նոստալգիայի հետ կապ չունի։ Սա կապ ունի ինչ որ ոչ թե իմ մատուցվող մեզ մակարդակի հետ, որ չես ուզում գնաս, ուզում ես մնաս այստեղ, որտեղ հոգնել ենք են դրսի բաներից, տեսեք տղան երկեց տարավ, ամեն ինչ խառնեց, սա է երաժշտություն, սա է արվեստ, սա է հայը, ես չեմ վախենա կասեմ, շնորհակալություն։ 1960 թվականին լույս է տեսնում հայկական հեռուստատեսության նկարահանած Սայաթ Նովա ֆիլմը, որի ռեժիսորն էր Կիմ Արզումանյանը։ Չթողի հավաշնազանի Չտեսակ հոդիդարի պես Դուն դիպունեն բաշնազանի Թե խամ հակնիս, թե զար հակնիս Ուշինիս խում աշնազանի Են դու համա Kudesanovan asumel vash vash nazani Ֆիլմում հնչում են Հանչարեղ Աշուղի երգերը, որոնցից մեկը հիմա կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Թամամ աշխարհ պտուտ եկավ, երգում է Սևա Կամրոյանը։ Tamam aşkar budu deka Çatoği ha baş nazani
չտեսակ ու դիդարի պես դում դիփուն են բաշնազանի թե խամ հակնիս թե զար հակնիս կուշին իզղու բաշնազանի Այն դու համակ ու դիսնողը ասում է վաշ վաշ նազանի Այն դու համակ ու դիսնողը ասում է վաշ վաշ Nazani Sayatnova sinči Vurav zivărahimana Acap mizidin çizkamu Sardet meha Հակացդ կրակ, որ մեկ կրակ ինդիմանա Հնդու հալամ կարուվրեն ծացքիրիս մարմաշ Nazani Hımdu galam Karuvaren Zaskiris Marmaş Nazani Լուսինե Կիրակոսյան Սևակը, որ երկում է, զգում ես ոտքի մատերից մինչև մազերի ծայրը երկում է նա, ինչ խաղիկներ և մեր բարբարով ասած գումրվա, ջիգարով է երկում, ջիգարով, շնորհակալություն, մեր երկածառը այնքան լիքն է, նա ճկված է երկերով և նիհիլիստ չլինենք, ասում եմ, գնանք առաջ դեպի հինը։ Ջուլիետա Ստեփանյան Զարմանալի բան է, այսքան երիտասարդ, այսպես լավ զգալ ես էմոցիաներով երկել, որ մարդու սիրտը լցվում է, և զարմանալի բան չէ, որ մենք և արտասվում ենք և ծիծաղում ենք, շատ ուժեղ երկեր են, կարծես թե տխուր են, չէ, կարծես թե ինչ-որ թախծոտ, ինչ-որ ելևեջներով, պատմությունով երկեր են, բայց մեջ է այնքան ուժ կա, այնքան հզորություն կա, որ ամբողջովին ճիշտ ասեց Նարեկը, դրսի այդ խառը, այդ վազք աշխարհը մոռանում ես, ու չես ուզում թե հեռանաս այստեղից, փայլուն կատարումներ են ընդհանրապես, և երգը, և բառերը, և կատարողները, Խորեն ջան, իսկ դու անկրկնելի ես, շնորհավորում եմ։
Մեծ արտիստներից քչերին է բախտ վիճակվել կինոյում կերտել իրենց իսկ դերը։ Այդպիսի երջանիկներից էր հանճարեղ ծաղրացու Լեոնիդ Ենգիբարյանը։ 1963 թվականին Լևոն Իսահակյանի և Հենրիկ Մալյանի ստեղծած «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում հնչում է երգը, որը կոչվում է «Երգ ճանապարհի»։ Դաշտեր բարի, ձեզել բյուր բարև, իմ ծոթեք յարիս գտնև, իմ պայծար արև, սիրտն իմ քո ճամփին, երբ նուրաս փոխ միշտ հնչի, փոխ հարություն դառնա, և թրջի, դարուն եկավ, ծաղիկն է կրկուշ, նրա հետ եկավ իմ սերն անուշ, դարուն եկավ, ծաղիկն է կրկուշ, նրա հետ եկավ իմ սերն անուշ։ Խոսք Աշոտ Գրաշու, երաժշտությունը Կոնստանտին Օրբելյանի։ Երգում է Աննա Խաչատրյան։ Դաշտեր բարի, ձեզ էլ բյուր բարև, ախոքն է գտնև յարիս, իմ պայծան արև, սիրտ իմ քո ճամփին, երգն ուրախ թող միշտ հնչի, ու թող դառնա թրջուն, և թրջի, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ, գարնան հետ եկավ իմ սերն անուշ, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ, գարնան հետ եկավ իմ սերն անուշ։ Ես ճամփայել ացեքին, վար սիրով անշեջ, ճանցալով հոմիր մեկին, պիտ քայլեմ ամբեջ, էй ճամփեք բարի, ձեզ էլ բյուր բարև, ախոքն է գտնև յարիս, իմ լույսի մարև, սիրտ իմ քո ճամփին, երգն ուրախ թող միշտ հնչի, ու թող դառնա թրջուն, և թրջի, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ, գարնան հետ եկավ իմ սերն անուշ, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ, գարնան հետ եկավ իմ սերն անուշ։ Սիրտ իմ քո ճամփին, երգն ուրախ թող միշտ հնչի, ու թող դառնա թրջուն, և թրջի, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ, գարնան հետ եկավ իմ սերն անուշ, գարուն եկավ ծաղկով իր քնքուշ, գարնան հետ եկավ իմ սերն անուշ։ Սամվել Սարգսյան։ Դժբախտաբար չկան այն մարդիկ, ովքեր այս երգերը կատարել են, թող չնեղան, բայց հիմա ինչ-որ այս ջահելները, որ ներողություն ջահել բառի համար, իրանք անես Ջիգարով լավ են անում, ոնց որ իրանք են այդ հնարը այդ ամեն ինչը, ու այնքան ամեն ինչ պրոֆեսիոնալ ու ճիշտ է, որ ընդամենը կարելի է ուրախանալ, այսօր շնորհակալություն, որ մալացի ռեբյատա, որ սենց բաներ եք անում։ Սամվել Բավինյան։ Հրաշք պատանեկության տարիների մի ֆիլմից, «Ճանապարհ դեպի կրկես», մեր վաղամուն մերրիկ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարովի
մասին, Ենգիբարյանի մասին ֆիլմը, այս երգը այնքան բան հիշեցրեց, զարմանալի երևույթ է, գիտեք, մենք երբեմն սկսում ենք մեզ արդարացնել շրջափակումով, երկրաշարժով, պատերազմով, որ եղել է իհարկե, դա ամեն ինչը ճիշտ է, բայց մեր ներկա հոգևոր տեղատվությունը եւ ներողություն արտահայտությանս դեգրադացիան մեր հոգևոր մշակույթային, երբեմն արդարացնում ենք սրանցով, չենք մտածում, որ մենք հիմա լսեցինք Պեպո ֆիլմի հրաշալի երաժշտությունը, չէ որ դրան նախորդել է մեծ Եղեռնը, չէ որ հայրենական պատերազմը նույնպես Եղեռն էր մեզ համար, չխորանանք Ստալինյան անարդարությունների մեջ, 650,000 զինվոր Հայաստանից, որից 350,000-ը զոհվել է, ահռելի Ֆրանսիան, լինելով սահմանակից Գերմանիայի հետ այդքան զոհ չի տվել, այդքան թնդանոթի մի Ստալինը մատուցել է 350,000 հայ զոհ, պատկերացնում եք հայրենական, եւ այդքանից հետո ինչքան բեղունդ արգանդ է ունեցել մեր ժողովուրդը, ես ազգային սնապարտությամբ չեմ տառապում եւ ոչ էլ դուք սիրելիներս, ինչ հզոր կենսական, իսկապես արմենոիդ ռասան, ինչ հզոր ուժ է ունեցել, որ դրանից հետո այսպիսի հրաշքներ է ստեղծվել, ինչ հրաշքներ, եւ պատկերացրեք, լսում ես Սայաթնովան, շաքաղվում ես, խելագարվում ես, 300 տարուց առաջ ինչ հզոր էներգետիկա, որ միջև այսօր այն հերավոր հզոր աստղի պես փայլում է եւ տաքացում եւ կիզում։ Եվ պատահական չի, որ մեր հարևան վրացիները եւ արդեն ոչ բարեկամ դրացիները, ադրբեջանցիները կռվում էին այդ Սայաթնովայի համար, որում պիտի հասնի։ Եվ պատահական չէ, որ Մեծն Փարաջանովը ստեղծեց երկրորդ ֆիլմ այդ հրաշալի ֆիլմից հետո, որը իր ձևի մեջ տրադիցիոն ձևով հետարքիր էր Պապկեն Ներսյանի կատարմամբ Մետաքսյա Սիմոնյան, իսկ սա արդեն Փարաջանովյան հասկանալի է ինչ ձևով, եւ պատահական չէ, որ մեր Փարաջանովը նույնիսկ ձեռք է հասցրել վրացիների այդ հռչակավոր շեքսպիրյան բեմադրություններն էլ կարողացել օգնի նրանց նպաստի եւ այլն։ Համոզված եմ, որ այս գեղեցիկ սերունդը, որ այս լիցքերը հաղորդում է մեզ այս հրաշալի երկիչ երկչույները, այս փայլուն աչքերը այս ջահելների, որ այսպես ըմբոշխնում են, համոզված եմ, որ գալու է մեր մեծ մակընթացությունը, այս տեղատվությանը հաջորդելու է հոգևոր հզոր մակընթացություն, եւ մենք ապրելու ենք իրոք ազգային վերածնունդ եւ նահանջելու է այս գիտեք, գյուղացին լավ բան է, գյուղացին ազգ կերակրող է, գյուղացին ազգի հիմքն է, ապրես այս գեղցիական, տգետ, կաշառակեր, ապազգային այս թանձր խավարը նահանջելու է եւ մենք ապրելու ենք իրոք ազգային զարթոնք, ազգային վերածնունդ եւ կրկին մենք առաջ ենք լինելու եւ վրացիներից եւ մյուսպես դրացիներից, ինչպես եղել է միշտ, ինչպես եղել է վերածննդի ժամանակ, ինչպես եղել է Այլբուբենի, Մեսրոպ Մաշտոցի, միշտ մենք եղել ենք առաջընթաց եւ այսօր ցավալիորեն նախանձում ենք մեր դրացուն, հնարավոր բան չէ դա, սա ընդամենը ժամանակավոր երևույթ է։ Շնորհակալություն։ Տիկին Ջուլիետա, համեցեք։ Ես ընդամենը ավելացնում եմ, Սամվել ջան, շատ հրաշալի էր ելույթը, փշակաղվեցինք, բայց առանց ներվերի ցավը տանեմ, դու ինձ շատ ես պետք, բայց ես մի բան եմ ընդամենը ուզում ավելացնեմ, որ դրա համար պիտի եզրափակեր, դրա համար էլ բոլորովին պատահական չեն այսօրվա երիտասարդ մեր այս կատարողները, թե ինչ էմոցիայով ու ինչ հարազատ, ինչ սրտանց, ինչպես Լուսինեն ասեց, ինչ ճիգարով են կատարում։ Այսինքն նրանք էլ են, չէ, մեր հետ ապրես։ 70-80-ական թվականներին Հայաստանում իր ծանրակշիռ տեղն ուներ հնդկական կինոն, որի սյուժեում չափազանց ընդգծված էին դրական հերոսը, հերոսուհին եւ չարիքը մարմնավորող կերպարը։ Այդ ֆիլմերում անընդհատ երգում էին եւ պարում։ Չերկող եւ չպարող գլխավոր հերոսները հնդկական կինոյին երևի հակացուցված էին։ Եվ այդ ֆիլմերի սյուժեն պարզ էր, պարզունակության աստիճան պարզ։ Սյուժեն պետք է հասկանալի լիներ մուրացկանից մինչև պրոֆեսոր։ Հանդիսատեսը պետք է ապրումակցեր եւ իրեն մասնակից զգար ներկայացվող իրադարձություններին։ Երևանում հնդկական ֆիլմերի տոտալ քարոզչությամբ աչքեր ընկնում երրորդ մասը, իր հռչակավոր կինոհայրենիքով։ Նույնիսկ մի այսպիսի կատակ մեջտեղ եկավ։ Դեպի կինոհայրենիք գնում են այսպես. մինչև կրկես մեքենայով, կրկեսից մինչև կինոհայրենիք փղերով։ Ինչ վերաբերում է հայ կինոյին, ապա առաջին ֆիլմը՝ Նամուսը, խոսում էր միայն պատկերներով։ Այնտեղ չկար ոչ խոսք, ոչ
երաժշտություն, առավելևս երգ։ Առաջին հնչյունային կինոն Պեպոն էր։ Դա 1935 թվականին էր, հայ կինոյի շրջադարձային սահմանաբաժանը։ Եվ հենց առաջին իսկ ֆիլմում կար եւ երաժշտություն, եւ երգ։ Ձկնորսի երգը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Պեպոյի երգը։ 60-ականներին երաժշտական կինոյի բացառիկ օրինակ դարձավ Շիրակի Մեղեդիներ հեռուստատեսային ֆիլմը։ Նկարահանումները տեղի ունեցան Լենինականում։ Ֆիլմին մասնակցում էին քաղաքի մշակույթի տան երգի պարի անսամբլի երգիչներն ու պարողները։ Կինոնկարը դարձավ իսկական կինոհիթ։ Մարդիկ շատ սիրեցին եւ ըստ արժանվույն գնահատեցին հատկապես Քավորի դերակատար երգիչ Ալբերտ Սարգսյանի վարպետությունը։ Հատկապես Աշուխ Շերամի պարտեզում վարդ էր բացված երգը երգչին համաժողովրդական ճանաչում բերեց։ Այսօր նույնպես ֆիլմերի համար գրվում են երաժշտություն եւ երգ։ Ինչպես ընդունված է ասել, պատրաստվում են սաունդթրեքեր։ Կարևոր նոտար անվանումը չէ, դա ի վերջո նույն կինոերաժշտությունն ու կինոերգն է։ Կարևորը դրանք բարձր մասնագիտական մակարդակով ստեղծելն է, ճաշակով գործիքավորելն ու լավագույնս հրամցնելը հանդիսատեսին։ Այս առումով նույնպես սովորելու բան կա հայրենական կինոյի վարպետներից։ Սարոյան եղբայրներ ֆիլմը ավելի բարձրացրեց հայ կինոն։ 1968-ին Ֆրունզե Դովլաթյանի և Խորեն Աբրահամյանի այս փայլուն աշխատանքը վերածվեց ողբերգական հերոսականության մասին մի վիպասքի, որ այսօր էլ մեզ հետ է։ Արևցես քաջեր Մենք շարունակ խոսում ենք, խոսում և խոսում։ Զոլո, ոնց ես։ Ախ, երկու տիրոջը։ Բարբետ և իש մի ավլեմ տապեմը։ Ակուտ վերնեմ։ Այս ֆիլմում հնչում է մի երգ, որն այսօր ձեզ համար որոշել է կատարել Սարոն։ Երգն ունի շատ տրանսպորտային անվանում՝ Բաջազլվի պոեզը։
Շնորհակալ եմ։ Նարեկ Դուրյան, համեցեք։ Բա ասում ենք մենք ուրախանալու երգ չունենք։ Բա ասում են, ուղղակի Չգիտեմ ասում։ ինչ չունենք, պիտի անպայման այդ Սամվելի ասած հարևանների երգերը վերցնենք, դարձնենք հայերեն խոսքերով, որ պարենք տակը, ամեն ինչ էլ ունենք, ապրեք տղեկ, մերսի։ No comment, ոչ մի մեկնաբանություն։ Իրեն Ստեփանյան։ Բազում եմ ոչ մի քանի հատ էրոտիկ երգ ունենք։ Հիմա էլ դոշերի վրա խլվլացի։ Շատ կան, շատ կան։ Կատակը դեն թույլ կտաս կորեն, ես այս խոսքը ոտքի ասեմ։ Ինչ ազգանուններ հնչեցին, չէ։ Չարենց, Աղասի Աբազյան, Հանճարեղ Սայետնովա, Գրաշի։ Բոլոր երգերը ընդունվում էին շատ ջերմ, անկեղծ ծափահարություններով։ Այ ինձ մոտ հարց է հիմա, ակամա առաջանում։ Լավ, երբ որ հերթական անունը չասենք XY չիկը մի երգ է հանում, ու դուք հատկապես երիտասարդները ինչ եք գտնում այդ երգի մեջ, որ ողողում եք ինտերնետները, լսնում եք դահլիճները, խենթանում եք, ու ես սկսում եմ արդեն ջերմակաց մի մարդ շվարել, լավ, այս ամեն ինչը իմն է, այս ամեն ինչը հայերենն է, այս ամեն ինչը հարազատ է, ես դրա վրա եմ դարձել այն, ինչից երբեք չեմ հրաժարվի։ Այն ինչ լսում եմ ոչնչով ինձ հոգի հարազատ չի, ոչ մի զուգահեռ չկա իմ հետ, այդ ոնց դարձան այդ մարդիկ այդքան սիրելի, լսրեցին դահլիճները, այ հրաշք Սայետնովա երգեցինք, նման հանճար ուրիշ ազգ չի ունեցել, իսկապես վրացին էլ, ադրբեջանցին էլ, պարսիկն էլ, Վեսլոզվով է գրել այս մարդը, կրեվ են տալի իր համար, չգիտեմ, եթե Սայետնովայի համերգը լինի, նույն համալիրում, քանի հատ օր զբաղված կլինի։ Կներես խորեմ, որ խոսեցի այստեղից, ուղղակի մի ցավ էր, որ ակամա ծնվեց, շնորհակալություն։ Մի առիթով ֆրանսահայ աշխարհահռչակ կինոբեմադրիչ Անրի Վերնոյն ասել է, որ Վահան Թոթովենցի պատմվածքի հիման վրա Հենրիկ Մալյանի նկարահանած «Կտոր մը երկինք» ֆիլմը այնքան զորավոր է, որ հանգիստ կարելի է ցուցադրել եվրոպական կինոթատրոններում։ Սիրտս կդողի, տաճին քարին պես, մարմինս կա... Երբ պիտի լուսնա, իջեր տարին Տուն, տուն, ինձի աղջիկ չես ար։ Տերկերի վրացեք պարսասել եմ մեղի տղաս, հշեմ ունեցով Ետքեն քոս ուգա, գիծի ոզիցամ։ Եգուր միներ, կեցիր, Տորիկ, կաղաչեմ կեզի միներ, Տորիկ, կեցիր։ Ները անոր, եփևան խենթություն բուքա վրան։ Ները։ Ուղագիմ։ Տորիկ։ Բաղը դուքաս արտակնոցս կմակրել։ Երբ պիտի լուսնա, գիշեր դարին պես, Երթանք տեր հայր։ Այս ֆիլմում հնչում է մի երգ, որը հիմա կկատարի Սուսաննա Պետրոսյանը։ Անոր, խոսք վտարանդու երաժշտությունը Հակոբ Պերպերյանի։ Սիրտս կթարի, ջաղջիկ հարին պես, մարմինս կփղրի, ջաղջի ալրին պես,
տեսնեմ կասեի ձերքիս վարդը տամ վարդը որ չառնես ոսկի խնձոր տամ խնձորը որ չառնես մազս քաշեմ տամ անալ որ չառնես հոգիս հանեմ տամ խնձորը որ չառնես մազս քաշեմ տամ անալ որ չառնես հոգիս հանեմ Սամվել Բաղինյան։ Իրոք որ հրաշալի ֆիլմ էր, կտորմը երկինքը, մեր մեծ կինոռեժիսորը Հենրիկ Մալյանը։ Իրոք որ մեծ կինոռեժիսոր, ծառի հաստությունը կտրվելուց հետո է ցավոք սրտի, ծառաբնի հաստությունը կտրվելուց հետո է միայն երևում։ Նա խնկարկեց կարծես եւ մեր արևմտյան Հայաստանի, մեր ժողովրդի այդ կացնահարված, եղերնի զոհ դարձած այդ հսկա հատվածի արևմտահայության համար այդ հրաշալի ֆիլմերը Նահապետը եւ Կտորմը երկինքը եւ այս հրաշք արևմտահայերենը, որ հնչում է այս երկի այդքան մելոդիկ, այդքան հրաշալի։ Բարեբախտաբար Արևելահայաստանում մենք ունեցանք Հովանես Հովանեսյանի, Մեծն Աբովյանի, Թումանյանի, Իսահակյանի հետևորդները, Պարուր Սևակ, Համոսայան, մյուսներ, ցավոք սրտի Պետրոս Դուրյանի, Միսակ Մեծարենցի այս հզոր պոեզիայի հետևորդները մենք չունեցանք մեր ժողովրդի այդ հատվածի եղերնի զոհ դառնալու պատճառով։ Եվ կրկին անգամ իսկապես որ շնորհակալություն, որ հիշվում է եւ կինոն, հայ կինոն, հրաշալի հայ կինոն, եւ հիշվում է հայ երաժշտությունը, փայլուն կատարում էր աղջկա կողմից, շատ ռոմանտիկ, շատ հրաշալի, եւ արևմտահայերենը կարծես զուլալ մաքուր աղբյուրի պես էր հնչում նրա շուրթերից։ Շնորհակալություն։ Ջուլիետա Ստեփանյան։ Զարմանալի ձայն, զարմանալի հզորություն է սպարակ աղջնակի մեջ, որտեղից է զերմանել այն մրտ, զարմանալի ազգ ենք մենք։ Իսկապես որ շատ փոքր ազգ ենք ու բոլորս առանձին շատ զարմանալի մարդիկ ենք։ Այսքան գեղեցիկ երգի կատարում, այսքան մելամաղձոտ, այսքան սենտիմենտալ, գիտեք, բոլոր դեպքերում ես շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ հիմա այստեղ եւ լսում եմ այս գեղեցիկ երգերը։ Շնորհակալ եմ։ Այն տարիներին չկար թեկուզ մի երևանցի տղամարդ, որ չիմանար այս երգի բառերը, կարծում եմ հիմա էլ չկա։ Սա հավանաբար երևանյան երգերի շարքում լավագույն սիրերգությունն էր եւ առաջին անգամ հնչել է 1958 թվականին Յուրի Երզնկյանի եւ Լաերտ Վաղարշյանի նկարահանած Առաջին սիրո երգը հիթային ֆիլմում։ Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ տեր ունես, Հաստատիկ եք սարքել ինչ է։ Գինին տեր անուր գաղով, Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում։ Երկիր Արսեն ջան, քեզանից առաջ բարեկամներ չեմ ունեցել, քեզանից հետո չեմ ունենալ։ Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդուն է։ Ես մի դար հանգստացիր, առավոտյան հետ խոսես։ Լավ, բրգիր։ Ուխ, ինչ հանգստացիր։
ես Երևանի սիրուն աղջիկ անգին կանուն ես Երկի չեն համեր, խայտարակություն չեն ամաչում Ես եմ կանչում արի սերանեմ Քեզ իմ սիրո ծաղկած այգու սրտիս տերանեմ Գինին ծերիս անուշ տաղով քեզ եմ ես կանչում Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում Երևանի սիրուն աղջիկ, խոսք Վահան Հարությունյանի, երաժշտությունը Առնո Բաբաջանյանի, երգում է Մհերը։ Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար, գինին ձեռիս անուշ տաղով, քեզ եմ ես կանչում, արի նազով, արի սազով, ինչ ես ինձ տանջում, ինձպես անուշիկ ջահելի արուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես ինձպես անուշիկ ջահելի արուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Աշուխ դարձած քեզ եմ կանչում, արի սերանեք, քեզ իմ սիրո ծաղկած այգում, արի տերանեք, Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար, ինձպես անուշիկ ջահելի արուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես ինձպես անուշիկ ջահելի արուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Լուսինե Կիրակոսյան Մեծ հաճույք ստացա նախ բոլորս ծափահարենք մեր երջանկահիշատակ Խորեն Աբրահամյանին Մարդը հոգի ունի առանց հոգի մարդ չկա որը շոշափելի չէ տեսանելի չէ Երկը նույնպես ոչ տեսնում ես, ոչ շոշափում։ Երկը նման է հոգու։ Առանց հոգու մարդ չկա, առանց երկի հոգի չկա։ Եվ առանց հոգու երկ հնարավոր չէ։ Սրա մեջ եւ երկ կար, եւ հոգի կար, եւ ամեն ինչ, որը իսկապես շոշափեց մեր սիրտն ու ուղեղը։ Շնորհակալություն Մհերի լավ կատարման համար, շնորհակալություն ֆիլմի ստեղծողներին եւ գլխավոր դերակատարին։ Շնորհակալություն բոլորին։ Սամվել Սարգսյան
այս մեծ ուրախության մեջ մի քիչ էլ հաստատ կոնը իմ համար ենթադրում եմ եւ բոլորի համար ինչ որ մի տխրություն կա, որովհետեւ այդ ֆիլմը, որ մենք հիշում ենք, առաջինը խորիկին ենք հիշում, Բատյային, Խորեն Բաբկենիչին, որի թոռը ստեղ կանգնած է։ Առանց ասել երևում է, չէ՞ որ ինչ վերաբերում է ֆիլմին, իհարկե ֆիլմը հանճարը ֆիլմ է, մեր համար գոնե գուցե եւ այդ ֆիլմը, բայց երևի թե քչերը գիտեն, որ այդ խորիկը չի երգում։ Բայց երբ որ Խորեն Բաբկենիչն է նույն բանը երգում, ինքը 100 անգամ իհարկե ավելի լավ էր երգում, ավելի ջիգարով էր երգում, որովհետեւ Երևան, ինքը պատմի Երևան չի, Երևանը դրա անունն է, Երևանի սիրուն աղջիկն է, ու դա երևի թե ոչ միայն նրա համար, որ ինքը այդ ֆիլմում նկարվել է, այլ իր սիրած երկերից էր ու մեկ-մեկ որ նստում ենք, ինքը առաջին հետ էր երգում, ու նենց էր երգում, որ այս կինոն ներողություն հլպուճուր է, երբ որ ինքն էր երգում։ Դա հաստատ ես անձամբ ներկա եմ եղել։ Լավ է, որ տես լիքը լավ բաներ կա, մարդ համուրախանում, ամեկ տխրում է, որ այդ մեծագույն մարդիկ, մեծագույն բառից անկեղծորեն ասելով, մեծագույն դերասան ռեժիսոր, առաջինը դերասան, հետո ռեժիսոր, Խորեն Բաբկենիչը, Խորեն Բաբկենյանը, հենց այդ երգը հնչում է, մենք միանգամից կապում ենք իր հետ, չէ՞, վայ բանը խորիկներ, առաջի սիրո երգը, հենց ասում են առաջի սիրո երգը, ասում են վրաց խորիկը, չէ՞, ունեն մեծ դերասաններ կային, ասենք Հրաչը բան, բայց всё равно խորիկը։ Ու потом ինքը շատ երիտասարդ տղա է եղել այդ ժամանակ, երբ որ այդ ֆիլմում նկարվել է մեծերի հետ, բայց մի միլիմետր չի զիջել ոչ մեկին։ Իսկ այժմ եկեք ծափարենք մեր երաժիշտներին։ Գևորգ Մովսիսյան, Գարիկ Նացականյան, Արթուր Հակոբյան, Արամ Վարդանյան, Ալեքսանդր Գրիգորյան, Հովանես Հարությունյան, Արմեն Այվազյան, Հովանես Մարգարյան։ «2000 թվականի տարեմուտի գլխավոր հաղորդման մեջ մի շատ հետաքրքիր անակնկալ տեղի ունեցավ։ Երգիչ Արթուր Իսպիրյանը իր իսկ նախաձեռնությամբ թատրոնի եւ կինոյի մեծ արտիստ Խորեն Աբրամյանի հետ հանդես եկավ մի քանի զուգերգերով։ Հնչեցին այն կինոերգերը, որոնք տարբեր ֆիլմերում կատարել է մեծ դերասանը։ Այս հաղորդման ընթացքում հնչել է նաեւ այս երգը, որն ասես մեծ դերասանի ինքնակենսագրությունը լինի։ Արտիստի երգը, խոսք եւ երաժշտություն Քրիստ Մանարյանի։ Երգում է Արթուր Իսպիրյանը Խորեն Աբրամյանի ձայնագրության ուղեկցությամբ։ Երբ հակվում է վարակույրը ու դալիճն է դադարկվում, երբ ծանձրույթ է, որ իմ քույրն է, նորից հոգուս է հակվում, ես նստում եմ ու ծխում եմ, ով եմ, արի իմացի, դեր տրտատն եմ, դեր խաղում եմ, թե այսօր ավարտեցի, ես եղել եմ և Ռոմեո, և իշխան Դանյացի, ահա որ խանդոտ Օթելլո, թե դոկտոր Նորվեգացի, իմ ամբոսկորի ըլանը, դեր գալիս է ինձ այցի, թատրոնում ինչպես իմ տանն եմ, տան ինչպես Ռոմեացի, Սարոյան Գևորգն էլ ես եմ, ու եղբորս դեմ անզոր, իմ ավանականը տեսնեմ, որ լինում է ամեն օր, բայց սարերում մենք կանգուն ենք, քանի Պավլեն գյուղացի, անկոտրուն ու աննկուն ենք,
բայց սակայն արդարացի առաջին սիրո այս երգը հիմա բոլորն են երգում Զեփյուրի ծնված մեներքը դարել է սիրո երթում Եվ այնքան երևանյան է Քրոնիկան մեր օրերում Կյանքը բեմ մենք դերասան ենք Սպասում ում նոր դերերի Ինչ ասեմ, գուցե այսքանը, էլ ինչ կար, որ չասացի, Օսկար չկա իմ տանը, իր արքաչը խաղացի, և Ռիչարդն էլ իմ դերից չէ, չուզեցի երբեք միծի, կայսրության դիմաց, որ քիչ չէ, այն, որ ձեզ նվիրեցի, Բայց կա դեր վերուս տրվածը, նրանով եմ միշտ ապրել, դեր որին վերապահված չեն, ոչ կոչում և ոչ ծապեր, ամենից դժվար կերպարն է, որ ողջ կյանքս խաղացի, դա Խորեն Աբրահամյանն է, հասարակ երևանցի, Ամենից դժվար կերպարն է, որ ողջ կյանքս խաղացի, դա Խորեն Աբրահամյանն է, հասարակ երևանցի, դա Խորեն Աբրահամյանն է, իսկական երևանցի, իսկական երևանցի, Այսօր էլ աշխարհում ամեն օր նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր։ Մեծ փողեր են ծախսվում, մեծ ջանքեր են ներդրվում, ստեղծագործական կազմը մեծ երևակայությամբ իր ֆիլմից մեծ հաջողություններ է ակնկալում։ Բայց բախտը ժպտում է ոչ բոլորին։ Ապաշնոր բեմադրիչներն ու դերասանները անհաջողության համար մեղադրում են բոլորին, միայն ոչ իրենց։ Շնորհալիները հաջողությունն ընկալում են ոչ թե որպես իրենց հանճարի երկնային վարձատրություն, այլ որպես պատասխանատվության բեռ։ Եվ շնորհալի պրոդյուսերներն ու բեմադրիչները գիտեն մի գաղտնիք, որ վատ գիտեն կամ չգիտեն մյուսները։ Լավ ֆիլմի հաջողության պայմաններից մեկն էլ լավ երաժշտությունն է կամ լավ երգը։ Այսօր երկերկոցում հենց այդպիսի երգեր էին, որոնք հնչել են հայ կինոյում։ Եթերում երկերկոցներ կհանդիպենք։